Իշխանությունը ծերից ծեր խուժանների հավաքածու է։ Մտած որպես հանցագործների ենք վերաբերվում։ Գլուխները պատին են տալի, իրանցից լավ հանցագործ ոչ միտեղ ես չեմ տեսել։ Գալիս է մի հատ պահի, այդ ռեպրեսիվ մեքենան մաշում է եւ բռնությունը դառնում է այլևս անիմաստ, կամ շրջվում է բռնություն կամ ռեպրեսիա անողի դեմ։ Ինչ է սպասվում ամսի 4-ից հետո։ Այ գոնե այս դեպքում ծրագիր ունենք։ Առնվազն 10 օր շնորհիվների արդյունքները չի ընդունում։ 7-ը դիմել են, սա աննախադեպ մեծ թիվ է։ Սա նշանակում է, որ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ կա աննախադեպ մեծ անվստահություն։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սուրենյանց, փաստորեն արդեն չնայած ՍԴ-ի որոշմանը սպասում են, հա, դեռ վերջնականի որոշումը չի տվել, բայց դե ակնհայտ է, որ սա ընդհանրապես երևի այդ թվում նաև ձեր ուժը ու դիմողներն էլ որպես այդպեսին շատ մեծ ակնկալիքներ չունեն եւ ընտրությունները պահպանվելու է արդեն այս արդյունքներով ու բարգավաճը չի անցնում խորհրդարան։ Հիմա նայեք, շատ են ընդդիմությանը քննադատում, ասում են, որ այս ժամանակը, որ կարող է օգտագործել, օրինակ, հա, հոգուտ իրենց ինչ որ փոփոխություններ կատարելու, հա, վիճարկելու կամ հանրային այսպես դժգոհություններ գեներացնելու համար, թողեցին հերթական անգամ ու մարդկանց այսպես բարգությունը անցավ։ Ու շատ են այս հարցը տալի, ասում են ուր էր ընդդիմությունը այն գիշեր, երբ որ Նիկոլ Փաշինյանը գիշերը ժամի 2-ին արդեն ասում է, որ մենք հաղթել ենք ու մեծամասնություն ենք։ Տեսեք, ՍԴ-ից ճիշտ է հասարակությունը, ընդհանրապես բոլորը, որ առանձնապես մեծ սպասելիքներ չունեն, որովհետև քաղաքականության մեջ նախադեպերի ինստիտուտը շատ կարևոր տեղ ունի։ Իսկ նախադեպային ինստիտուտը հուշում է, որ Սահմանադրական դատարանը մեր պատմության ընթացքում սկսած 1996 թվականից որևէ դեպք չի եղել, որ վերանայի ընտրությունների արդյունքները։ Ուղղակի չունենք նման նախադեպ, ունենք մի հատ նախադեպ 2003 թվականի նախագահական ընտրությունից հետո, ես էլ այդ process-ի շատ ակտիվ մասնակից եմ եղել, երբ որ Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքները նախագահական ընտրություններից հետո, բայց որոշեց պարտավորեցնել իշխանություններին 1 տարի հետո նշանակել վստահության հանրակրվե։ Իհարկե իշխանությունը հետո չարեց դա, ցնցումներ, բախումներ եղան, ինչի հետևանքով նաև ես կալանավորվեցի մի քանի ամսով, բայց այդ մի նախադեպ ունենք։ Հիմա ինչով է տարբերվում այսօրվա իրավիճակը։ Երկու տարբերակի հանգամանք կա։ Առաջինը, երբեք այսքան լայն սպեկտրով եւ զանգվածային դիմումներ ՍԴ-ն չի ստացել։ Միշտ բողոքարկել են մի ուժ, երկու ուժ եւ նույն ուղղության վրա գտնվող ուժեր են բողոքարկել։ Իսկ 7 ուժ է, չէ՞։ Այո, երբեք մնացած ուժերը այսքան գոհ են արդյունքում։ Չէ, ինչ են գոհ։ Տեսեք, այն Վեսնյակի հայտարարությանը միացել են չդիմաց եւս 3 ուժեր, այն ԿՀ-ի օրը, որ վեց կուսակցություն համատեղ հայտարարություն արեցին, հիշում եք, որոնք չճանաչեցին ընտրությունների արդյունքները։ Հիշեցնում եմ այդ 3 ուժերին՝ Հայ ազգային կոնգրես, Լուսավոր Հայաստան եւ ազգային ժողովրդավարական բևեռ։ Իրենք էլ են հայտարարել, որ ընտրությունների արդյունքները չեն ճանաչում։ Ուղղակի իրենք գերադասել են առանձին դիմելու փոխարեն իրենց բազան տրամադրել դիմող ուժերից որևէ մեկին, հա։ Իսկ դա չի նշանակում։ Իսկ առնվազն 10 օր ընտրությունների արդյունքները չի ընդունում։ Այդ 7-ը դիմել են, սա աննախադեպ մեծ թիվ է։ Սա նշանակում է, որ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ կա աննախադեպ մեծ անվստահություն։ Նման բան Հայաստանում չի եղել։ Նման քանակի եւ նման խորքային բողոքարկում։ Սա մեկ, երկրորդը, սա բացառիկ ազգային ժողով է, որը մեռելացին է դարձել միջև ծնվելը։ Տեսեք, հիմա չեմ գնահատում փաստարկներն են ճիշտ, ես փաստերն եմ ֆիքսում։ Ընդդիմությունը, ինչպես սովորաբար միշտ լինում է, կասկածի տակ է դնում իշխանության լեգիտիմությունը, ճիշտ է։ Այս անգամ շատ ուժեղ փաստարկ ունի ընդդիմությունը, ԿՀ-ի հայտնի որոշումը, որով ԲՀԿ ֆիլտրվել է, չէ՞։ Դա շատ էական խախտում է։ Ինչև է ընդդիմությունը կասկածի տակ է դնում իշխանության լեգիտիմությունը, սա քաղաքական նորմալության սահմաններում է, որտեղ շատ տեղեր գիտենք, որ ընդդիմությունները կասկածի տակ են դնում իշխանության լեգիտիմությունը։ Բայց այս ընտրության պարադոքսը այն է, որ իշխանությունը իր հերթին կասկածի տակ է դնում ընդդիմության լեգիտիմությունը։ Այո, ասում է աննախադեպ ընտրակաշառքներ են բաժանվել։ Հասկա, հիմա պատճառը չեմ քննարկում։ 70% ընդդիմության ձայնը։ Պատճառը չեմ քննարկում, սկզբում 100-ներ ասում, հետո տեսավ 700 քանի հազար մարդ չի կարա փագի,
Թիվը կամաց իջացնում է։ Հիմա 70-ն է ասում։ Հիմա երբ որ երկու հակամարտ սուբյեկտներ ազգային ժողովը միասնական մարմին է, չի կարող կիսով չափ լեգիտիմ լինել, կիսով չափ ոչ լեգիտիմ լինել։ Դա սոկ չի, որ դատար կիսադատար կլինի, կամ լեգիտիմ է, կամ լեգիտիմ չի։ Հիմա երկու սուբյեկտները փոխադարձաբար կասկածի տակ են դրել միմյանց լեգիտիմությունը, ըստ այդմ խորհրդանի լեգիտիմությունը ամբողջությամբ վերցրեց։ Այս սիտուացիայում ամենատրամաբանական լուծումը կլիներ Սահմանադրական դատանը չեղարկեր ընտրությունների արդյունքները եւ նշանակեր նոր ընտրություններ կամ ազգային ժողովի բայց հենց Նիկոլ Փաշինյանն ասել է մենք մտադիր չենք։ Ուրեմն բայց ես գալիս էի հենց այդտեղին, բայց ես այդ պատրանքները եւ իլյուզիաները չունեմ, վստահ եմ որ սա նման քայլի չի գնալու, որովհետեւ ոնց որ ԿՀ-ում անստաց կամ վերընկած Նիկոլ Փաշինյանի 7 ուսապարկ մի 9 ուսապարկ էլ ՍԴ-ում է վերընկած եւ հետեւաբար ես շատ մեծ իլյուզիաներ կամ սպասումներ չունեմ որ Սահմանադրական դատարանը իրավունքի եւ արդարադատության ընդ որում այս անգամ անվավեր ճանաչելը շատ հեշտ է։ Նես մի արտարոս խախտում է տեղի ունեցել, որ շատ հեշտ է։ Իսկ մեծ չի պետք չի իրավաբանական։ Բայց չեն անի։ Հիմա դուք ընդդիմությանը մեղադրող հարց եք տալի։ Ես այնպես չի, որ առանցքային գործիչ լինելով ընդդիմադիր ցուցակներից մեկի շատ գոհ եմ այն աշխատանքից, որ մենք արել ենք։ Այո, իշխանությունը դիմել է աննախադեպ ռեպրեսիաների։ Այո, Նիկոլ Փաշինյանը քնում եւ արթնանում է ինչ-որ բան խլելու, ինչ-որ կուլակաթափանելու, ինչ-որ մեկին սննկացնելու, ինչ-որ մեկին նստացնելու այդ բաներով, նարատիվներով, շարունակ այդ ենք դասում։ Հիմա այս իշխանության ռեպրեսիաները եւ այս շնշումները բնականաբար շատ ծանր վիճակի մեջ են դրել ընդդիմությանը, բայց ընդդիմության խնդիրը ինչը պետք է լինի, ընդդիմության խնդիրը պետք է լիներ շատ արագ քաղաքական համակարգեր ձևավորելը։ Որտեւ մեզ կայծակնային հեղափոխության սցենար ցավոք սրտի չի աշխատելու այսօր Հայաստանում, բոլորիս համար արդեն դա ակնհայտ է։ Բայց այդ ամենի մասին է ձեր նշված այդ քայլերի մասին, հաջորդականության մասին, միջև ընտրությունները, միջև արդյունքները չպետք էր արդյոք մտածել։ Օրինակ, որտեղ բոլոր ուժերը, հա, հիմնականում ասում են, տեսեք, մենք հաղթելու ենք, մենք հաջորդ վարչապետ, բայց չկար այդ երկրորդ։ Մեր ուժը չի ասել։ Դե ամեն դեպքում ասում են, որ այսպես Մեր ուժը չի ասել, մենք հաղթելու ենք, ես գիտեմ դուք որ ուժի մասին եք ասում։ Բայց այսպես էր, որ աչքի առաջ բոլորը գրեթե ունեն, որ միասնաբար այսպես կարող եք ընդդիմադիր ուժերին մի հատ երկու նշանակել, որ պլան B չեն ունեցել։ Այդ եմ ասում, որ որևէ ուժ չկար, բայց լավ, եթե ձայների մեծամասնություն չհավաքենք ու պարտվենք, բա ինչ կանելու։ Լսեք, դուք ճիշտ եք։ Պլան B ընդդիմությունը որպես այդպեսին արդյունավետ չի ունեցել։ Բայց դա իհարկե ստարտի ժամանակ դիմում։ Ես որպես Սուրեն Սուրենյան շատ անկեղծ ձեզ ասում եմ, ես ունեմ պլան B ունեմ, պլան G ունեմ։ Բայց ինչու՞ է թիմակիցների։ Հիմա ես քննարկում եմ իմ թիմակիցների հետ։ Բայց Հայաստանի ոնց որ իշխանությունն է շատ անձնակենտրոն, այնպես ընդդիմադիր ուժերն են շատ անձնակենտրոն։ Դա մեր քաղաքական կյանքի սպეციფიკան է։ Դուք էլ ես էլ շատ լավ գիտենք, չէ՞ որ նույն իշխանությունում բոլորի փոխարեն միայն Փաշինյանն է որոշում, բայց ընդդիմադիր երեք ուժերում էլ շատ մեծ դեր ունեն առաջի լիդերները, չէ՞։ Հիմա ինչ լուծում էլ գտնենք, լիդերների կոնսենսուս, այսինքն պետք է հասցնենք նրան, որ լիդերների մակարդակով համաձայնեցնենք, շատ արագ այդ կենսունակ համակարգը ստեղծենք։ Հիմա լավ չի որ ուշացրել ենք, լավ չի որ ձեր ասած ասուլիսից անմիջապես հետո փոս դուրս գալու կոչ չեն կարել։ Լավ չի որ միջև հիմա հասարակության մեծ մասը տեսանելի աշխատանք ընդդիմության կողմից չի տեսնում, բացի ՍԴ-ում վիճարկելը, որով իրավաբանական խմբերը զբաղվեն, բայց ունենք այն ինչ ունենք, հիմա հուսահատվել էլ պետք չի, որտեղ այնուամենայնիվ ընդդիմությանը հաջողվել է ահագին նորմալ հարված հասցնել իշխանությանը, եկեք ընդունենք, որ լեգիտիմությունից կաղ լինելը շատ մեծ խնդրեմ է։ Բանսոնյաս, նրանք իրենք ամբողջովին չեն ասում են, եկեք խորհրդարան, ձեզ կդաստիարակենք, եկեք ձեզ վերաբերվելու ենք որպես հանցագործներ, որպես կեղծարարներ։ Այս պատկերացումը։ Իրա, այսինքն Խուժանը ասում է, եկեք ես ձեզ դաստիարակեմ։ Իշխանությունը ծերից ծեր խուժանների հավաքածու է։ Մենք որպես հանցագործների ենք վերաբերվում։ Գլուխները պատին են տալի, իրանցից լավ հանցագործ ոչ միտեղ ես չեմ տեսել։ Ուրեմն երեք իրանք այդ հատուկ այդ բեմականացումը սարքեցին։ Խորապես համոզված եմ։ Միանշանակ համոզված եմ, որ խորհրդանում այդ
ծեծուց ավականիում կներեք, այդ ծեծուց ջարդերեք։ Ընդդիմադիր ուժերին այսպես հետագան են ցույց տալի Այո, ցույց են տալի ինչ է սպասում խորհրդարանականներին նոր ազգային ժողովում։ Հիմա այս Հակառակ պարագայում իրանց քաղաքապետը քաղաքական ոչինչ է, 0, որովհետև եթե քաղաքապետը իր ներկայությամբ չի կարում սանձի, չեն դեղեր մարդը։ Հանգստացեք, այդ կոչերով մանր գալի։ Եթե ինքը չի կարում սանձի, քաղաքապետը, կամ ինքը ինստիտուցիոնալ 0 հեղինակություն ունի, կամ սա մտածված սցենարեր ինքը սանձելու խնդիր չուներ։ Երկու տարբերակից մեկը։ Ես կարծում եմ, սա ցուցադրական բռնության ակտեր ընդդիմության դեմ։ Տեսակ չէ ոնց սկսվավ սադրիչ ելույթներ իշխանության կողմից, ասենք Թևանյանին էին պիտակավորում, դեռ ներկաներին էին պիտակավորում, ընդդիմությանն էին ծաղրում։ Հետո երբ որ ընդդիմությունը արձագանքեց, իրանք գործի դրեցին բռնուստները։ Ու լրիվ բացահայտեցին իշխանության էությունը։ Հիմա նույն ձևի վարվելու են ազգային ժողովում, այստեղ կասկածից դուրս է։ Այն կարծեմ ձեզ տված հարցազրույցում էլ եմ ասել, որ ասում էի ամենակաղաքական դեմքերին խորհրդարան պիտի ուղարկեն ընդդիմադիր ուժերը, սա ի նկատի ունեի։ Որտեղ թրծված քաղաքական դեմքերը ինչ-որ ձևով կարող են դիմակայել այդ ճնշումներին, ասիմետրիկ պատասխան տալ։ Կարող մարդը սկզբունքային չլինի, սկզբունքային լինի, բայց քաղաքական փորձ չունենա, շատ էլ շտիրան կարող են չեզոքացնել ազգային ժողով, ոնց որ երեք տեսանք ավականիում, հա, ուղղակի։ Բանը, ուրեմն բռնուստներով եւ այլն։ Գիտեք ընդդիմությունը պիտի պատրայի չի լինելու արագ փոփոխություն։ Փոփոխությունը լինելու է տարի կեսվան ընթացքում։ Ես հստակ պատկերացում ունեմ, նույնիսկ որ քայլերի հաջորդականություն։ Դե ասեք, ձեր թիմակիցների հետ հիմա ինչ եք քննարկում։ Ասում եմ ես իմ թիմակիցների, իհարկե, իմ թիմակիցների հետ ամեն օր հենց էս եմ քննարկում։ Նույնիսկ իմ թիմակիցներով չեմ էլ սահմանափակվում։ Նման քննարկում ունենում եմ նաև ձեզ հայտնի առաջատար երկու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ եմ խոսում։ Եվ ինչ արձագանք։ Հիմա քննարկում ենք, տեսեք, այս տիպի ճգնաժամերը հաղթարվում են տարի-կեսում, եթե դու կարողանում ես ստեղծել կենսունակ քաղաքական համակարգեր։ Այսինքն ձև ասեմ, հա, ոնց են անում։ Ընդդիմության ռեպրեսիվ մեքենան մաշացնում է։ Գալիս է մի հատ պահի, այդ ռեպրեսիվ մեքենան մաշում է եւ բռնությունը դառնում է այլևս անիմաստ, կամ շրջվում է բռնություն կամ ռեպրեսիանողի դեմ։ Սա փորձված բան է, սա Սուրեն Սուրենյանցի անվան նախագիծ չի։ Սա համաշխարհային պատմությունից վերցված, այս իրավիճակում գտնվող երկրների, որտեղ Հայաստանում համարձակցային ավտորիտարիզմ է, երբ որ ժողովրդավարության ֆասադը կա արտակուստ, օրինակ տեսեք ազատ լրատվամիջոցեք, ձեզ թողում են գործեք։ Բայց եթե հիմա ես ձեր եթերում հնչեցնեմ հեղափոխական պլան օրինակ, հեղափոխական ոչ հակասահմանադրական իմաստով, այլ բան իմաստով, գործողությունների, շատ հնարավոր է, որ ձեր թիվին ունենա պրոբլեմներ, ինձ էլ ձեր տաղավարից կալանավորեն։ Այսինքն ազատությունները թողում են միջև են մակարդակի վրա, երբ որ խոսքը կամ գործողությունը իշխանության կայունությանը չի սպառնում։ Հենց դու մարտահրավեր ես նետում իշխանությանը, տեսեք ոնց դարձան երկու խոշոր կապիտալի ներկայացուցիչներ եւ երկու բարեգործներ, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը, իշխանության տերմինաբանությանն եմ ասում։ Մի քանի տարի առաջ այդ մարդիկ խոշոր կապիտալի ներկայացուցիչներ էին, նույնիսկ բարերարներ, իշխանությունները իրանց նկատմամբ շատ հարգանքով էին, չէ՞ արտահայտվում։ Հիշում եք, հենց Նիկոլ Փաշինյանը ասաց Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չի, խոշոր կապիտալի ներկայացուցիչ է 2018 թվին։ Հենց այս մարդիկ հանդգնեցին իշխանության հայտ ներկայացնել, միանգամից իշխանության խոսույթում դարձան հանցագործ օլիգարխներ։ Սկսեց կուլակաթափությունը նրանց նկատմամբ, սկսվեց նրանց մերձավորների նկատմամբ հարձակումներ, տեսեք, մարազմը որտեղ է հասել։ Էկոնոմիկայի նախարարը, որը պետք է հաճույքով, հպարտությամբ, ուրախությամբ, հրճվանքով խոսի նոր աշխատատեղերի բանը, բացման մասին, հարկային մուտքերի ավելացման մասին, չէ, դրա համար ինքը պետք է ի պաշտոն է ուրախանա, որտեղ ինքը էկոնոմիկայի նախարարն է։ Հաճույքով ազնարարած մի հատ
Շանգրիլան փակել ենք։ Ասում եք կապ չունին քննություններին մասնակցել է թե ոչ։ Սուտը ասում գլուխը պատին է տալի, բայց գործունեության հետ է կապ։ մի րոպե, բայց այս 60 մի քանի տասնյակ Ծառուկյանի մի քանի տասնյակ ձեռնարկությունները միանգամից հենց հիմա խախտումներ կտան։ Խախտումներից ոչ մեկ էլ ըստ իրանց ասելու այս փուլին չի վերաբերվում։ Բայց որ խախտումներ կար, Ծառուկյանը քաղաքականապես ակտիվ չէր, քիչ էիք հիշում։ Թե խախտումները հնարում եք։ Այդ Շանգրիլայի փագում է ժողովրդին այդ իշոր բան չհասկացող շատ ոգևորող ժողովրդին մի հատ բան եմ ուզում ասեմ։ 500 աշխատատեղ միայն Շանգրիլայով է փակվում, Հայաստանի բյուջեն էլ 6 միլիարդ դրամի տարեկան հարկից է զրկվում։ Հիմա սա ասենք օգուտ է թե վնաս է։ Ես ընդհանրապես մի հատ Շանգրիլայի օրինակ ասացի։ Բայց իրենք ասում են, որ հանրությունն է մեզնից պահանջում։ Ինչա հանրությունը պահանջում աշխատատեղեր կրճատել։ Չէ, այդ գողացվածը թալամը։ Ինչ գողացված, մի րոպե, ինչ գողացված։ Շանգրիլայի գողացվածը ո՞րն է։ Օրենսդրության սահմանված կարգով շոր վճարումներ կատարվել եւ ստացել է խաղատուն աշխատացնելու լիցենզիա։ Դրա գողացածը ո՞րն է։ Ինչն է որտեղից գողաց այդ խաղատան։ Կամ Արա ցեմենտը 2002 թվին կարծեմ օրենքով սահմանված ընդհանրական կարգով սեփականաշնորհվել է բազմաթիվ ներդրումներ արել 1200 աշխատակից ունի կամ բանը որ չլի միայն Ծառուկյանից եմ էլի խոսում սա էլ Կարապետյանը հեծում ներդրումներ էր արել եւ այլն հիմա եթե ցցումներով տանում են պետական բյուջեի վրա ընդհանրակը ծառայություն անստելու որտեղ այս մարքանց պիտի հատուցեն չէ սեփական բանը սեփականությունը վերցնելու դիմաց պիտի հատուցեն։ Ասենք գերական շատ ճանաչեն կամ պետականացնեն սեփականատիրոջը բյուջեի այ ժողովրդի որ հրճվում է մի մաս իրանց գրպանների հաշվին սեփականատերերին հատուցելու են։ Սա մեկ։ Իսկ բյուջեի վրա նագրուսկա է ավելանալու։ Բեր։ Երկրորդը ցնցումների պարագայում կրճատվում է աշխատատեղեր, կրճատվում է եկամուտներ։ Երրորդը երկրի ներդրումային միջավայրն է տուժում։ Ես լավ ես չեմ հասկանում։ Ոնց կարա հասուն մարդը մտածի, որ Ծառուկյանից վերցնելու են ինչ-որ բան տան իրան։ Մի հատ աղքատ տունը նստած բար, որ տենց հրճվում է, էլի, եթե մարդ կա իհարկե որ հրճվում է։ Ժողովուրդյան իրանք են հարստանալու, ձեզ ոչ մի բան չեն տալելու, աշխատատեղեր է կրճատվելու։ Հենց ձեր բարեկամը, որ աշխատում էր օրինակ Արա ցեմենտում կամ Շանգրիլայում, ձեզ էլ ամսական օգնում էր, որտեվ եկամուտներ չի կարանալու օգնի։ Պարոն Սուրենյանց, նաև խոսենք առաջարկի մասին հնչած Սամվել Կարապետյանի կողմից։ Հայտարարել է համախմբման մասին հետընտրական process-ում եւ ասում է, որ հանրավաք է լինելու մեկ անգամ եւ վերջնական, բայց մինչ օրս ուժերի կողմից որպես այդպեսին արձագանք չկա։ Այս հարցը շատ է տրվում, օրինակ մյուս ուժերի առաջնորդները ինչու չեն գնում հանդիպման, որ հասկանան։ Հիմա ես ձեզ որ ասեմ, թե ես որ ձեզ ասեմ ամառ, դա ակնհայտ փաստ է, չէ՞։ Հաջորդ հարցը որ ողջամտորեն դուք ինձ պիտի տաք հետեւյալն ալնելու ամառ ասելով ինչի նկատի ունեմ կամ ինչ եմ ասում ճիշտ է եւ մենք հարգանքով ենք վերաբերվել եւ ողջունում ենք կոնսոլիդացիայի առաջարկը պարոն Կարապետյանի բայց մեզ հետաքրքիր է իմանալ այդ առաջարկության բովանդակությունը ճանապարհային քարտեզը եւ մենք կոնկրետ օրակարգ ինչի շուրջ կոնսոլիդացվելու ենք Դա շատ կարևոր է եւ մենք կմասնակցենք այդ կոնսոլիդացիան։ Հանդիպումը ուժերի առաջնորդների միջև այս պահին իմ ունեցած տեղեկատվությամբ առայժմ հանդիպում տեղի չի ունեցել։ Նախատեսված է, չէ։ Դե կարող է նախատեսված է, այս պահի փաստն եմ արձանագրում։ Այ որ այդ հանդիպումը կլինի, մենք այդ ճանապարհային քարտեզն ու բովանդակությունը, մեթոդաբանությունը այդ կոնսոլիդացիայի կհասկանանք, բնականաբար մասկ կազմեն կոնսոլիդացիա, ես ուզում եմ հիշեցնել, որ հանրային համերաշխությունը եւ մեր ծրագրային առաջնահերթությունները եւ ասեմ ավելին, հետընտրական փուլում առաջին քաղաքական կոնսուլտացիաների առաջարկությունը հենց մենք ենք արել, ինչի արդյունքում ԿՀ-ի մոտ համատեղ ցույց է եղել եւ վեց կուսակցության համատեղ հայտարարություն է եղել։ Դա մեր խորհրդակցությունների արդյունքում է եղել։ Իդեպ ասեմ, ընդդիմության շրջանակներում ամենօրյա ռեժիմով խորհրդակցությունները կան։ Այնպես չի որ պարապ նստել են։ Բայց ինչ են դրանք տալիս միջոցի արդյունք։ Գիտեք, ինձ թվում է առաջիկա օրերին կտան ինչ-որ արդյունք, ինչ-որ կոնսոլիդացիայի մասին կհայտարարվի։
կամ դրա օրվա գծերի, բայց մի հանրավակով ցավոք սրտի խնդիրը չի Ամսի լուծվելու։ 4-ը միջև արդեն ՍԴ-ն պետք է իր վերջնական որոշումը հրապարակի, ինչ է սպասվում ամսի 4-ից հետո։ Այ գոնե այս դեպքում ծրագիր ունենք, եթե ըստ կախված ՍԴ-ի որոշումներից ինչ է անելու։ Գիտեք, 4-ից շատ մի կապեք։ Ես ասեցի, չէ, կայծակնային սցենար չի աշխատելու։ Այդ այնց ամսաթվերի հետ արժի բան կապել, եթե ասենք 4-ին չլնելու պարագայում 5-ին հեղափոխության սցենար ունես, օրինակ։ Ես ասում եմ, չկա այդ։ Այս դեպքում էլ չկա այսքան։ Ոչ, ամսի 5-ին հեղափոխություն չի լինելու։ Հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը։ Ընդհանրապես սահմանադրական դատանի հնարավոր ապօրինի որոշման մխտռելու է սահմանադրության օրը, որովհետև հաջորդ օրը սահմանադրության օրն է, հուլիսի 5-ը։ Ճիշտ է։ Հիմա ընդդիմադիր գործողությունների հնարավոր ճանապարհային քարտեզը ներառելու է 1-ից 1.5 տարվա ժամանակահատված։ Հետևաբար քայլերը պետք է արվեն խիստ հաշվենկատ, խիստ հաշվարկված եւ տարի-տարուկեսվա կտրվածքով։ Շատ արագ լուծումներ, հանգուցալուծումներ մի սպասեք։ Ես ընդդիմադիր երևի այն քիչ գործիչներից եմ, որ շատ անկեղծ ասում են, որ մեր հասարակությունը ավելորդ սպասումներ, հետո դրանից բխող անխուսափելի հիասթափություններ չապրի։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Եվրոմեդիայի զրուցակիցը այսօր Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։